Կարմրաթուշ տեսքը տեղը, բայց փոքր-ինչ թթվաշ իտալական ծիրանն է հայկական հողում։ Այգին կոլեկցիոն է երկրագործության գիտական կենտրոնում։ Գաճաճ ծառերը կարկտապաշտպան ցանցի տակ են, ոռոգումը կաթիլային։ Այստեղ աճում են հայկական 82 եւ եվրոպական 12 տեսակի ծիրանենիներ։ Բավականին լուրջ բերքատվություն ունի եւ սրա գենետիկական հատկանիշները կարծում եմ մասնագետները կարող են օգտագործել հիվանդությունների դեմ են կայուն, համ ինքնափոշոտվող են, բարձր բերքատու են։ Այգին հիմնվել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության աջակցության ծրագրով։ Այն ոչ միայն ծիրան մշակելու համար է, այլև գիտական փորձերի։ Այստեղ կլոնային եղանակով աճեցրած ծիրանի ծառեր էլ կան։ Քաղցրությունը սրանց շատ պակաս է, բայց գունային առումով սրանք որ հասունանում են, կարող են ասենք ծիրանի հյութին տալ գեղեցիկ գունավորում։ Թեև մեր ծիրանն ավելի քաղցրահամ է, բայց երկար ճանապարհներին վնասվում է։ Հայկական ու եվրոպական տեսակների խաչասերումից հենց այս այգում կաճի այն ծիրանենին, որը անվնաս կհասնի դրսի սպառողին։ Անկախ այն բանից ինքը որակով շատ լավն է, թե զիջում է մեր տեղականին, միևնույն է մենք այն ձև ենք անելու, որ ոչ մի հատիկ բերք չփչանա։ Փորձարարական այգին առատ բերք է տվել մթերող ընկերություններից մեկը պատրաստվում է գնել իտալական ծիրանը հյութ արտադրելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։